Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական քարոզարշավը գնալով ավելի է թեժանում։ Քաղաքացիական պայմանագիրը, որն իր առաջնորդի գլխավորությամբ շարունակում է ամենօրյա ռեժիմով շփումները քաղաքացիների հետ, իսկ քարոզարշավի ամբողջ ընթացքը հեռարձակվում է ուղիղ եթերով, հաճախ ստիպված է լինում դիմակայել սադրիչների, այսպես ասած հարձակումներին։ Արաբկիրում իրականացված քարոզարշավի ընթացքում, ինչպես պնդում են ՔՊ թիմի անդամները, վարչապետի հետ անմիջական զրույցի բռնվելու պատրվակով հայտնվեցին նաև մարդիկ, որոնք իրենց գործողություններով փորձեցին հունից անել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքական, մասնավորապես պրոռուսական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համար քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն սադրող մեկ ուժի կենտրոնից ուղղորդվող Ղարաբաղյան էլիտաների ներկայացուցիչներին հորդորեց ժողովրդավարությունը տարբերակել թուլությունից եւ անիմն իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ չանել, փորձելով սեպ խրել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց եւ Հայաստանի բնակիչների միջև։ Վարչապետը հիշեցրեց, որ կեղծ նարատիվներ տարածողներն այն նույն մարդիկ են, որոնք ամենաառաջինն են փախել Ղարաբաղից երկրի պաշտպանությունը թողնելով 18-ից 20 տարեկան հայ զինվորի ուսերին։ Այդ մասկեքով խոսույթով ով եկավ հանդես եկավ, պրոբլեմա ունենալու։ Մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր ելնեիք։ Ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան։ Դրա մասին քիչ եք խոսում։ Հենա ադրբեջանցիները ասել են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան, վերընկեք տեղները, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլինեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Չնայած նախապես ծրագրված սադրանքներին, այնուամենայնիվ արաբկիրցիները ՔՊ թիմի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես մյուս բոլոր բնակավայրերում ջերմությամբ եւ սիրով էին ընդունում։ Բնակիչներն իրենց խոսքերում ընդգծում էին, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության սիմվոլն է, որը այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ արհավիրքների միջով կարողացավ Հայաստանը հասանելի, տեսանելի եւ սպասված դարձնել միջազգային հարթակներում։ Քաղաքացիները պրոռուսական ուժերին հորդորում էին նաև չխանգարել Նիկոլ Փաշինյանին եւ հեռու մնալ քաղաքական դաշտից առհասարակ։ Թոշակները շատ լավ է, թեկուզ ես հələ դեռ թոշակի չեմ բանցի, բայց թոշակն են շատացրի, ժողովուրդն ասում են, շատ գոհ ենք։ Ինչու կայացավ, ինչու ամրացավ եւ մնաց այս իշխանությունը, որովհետեւ սիրո հիմքերի վրա կառուցվեց։ Ես շատ գոհ եմ մեր վարչապետից։ Շնորհակալ եմ իր բոլոր կատարած աշխատանքներից, որտեղ ինքը արդարացրեց ամեն ինչ, ինքը ճիշտ ուղու վրա է։ Մենք բոլորս իրան կողմնակից ենք, մենք բոլորս իրան սիրում ենք։ Այնպես որ մնացած է կուսակցությունները թող չփորձեն խանգարել։ Առաջնահերթ ուզում եմ հենց անդրադառնամ զինվորներին, որը որ այսօր զինվորը սնվում է շատ ավելի լավ, շատ ավելի, որը իմ որդու ժամանակներում չի եղել։ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կարծիքով նախընտրական քարոզարշավի ընթացքում օրեցօր ավելացող սադրանքներն ապացուցում են այն պնդումը, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի եռագլուխ կուսակցությունում հասկացել են, որ իրենց քաղաքական վախճանը մոտ է։ Կոնջորյանը հավաստիացրեց, չնայած այդ շրջանակների տարատեսակ քայլերին, իշխող ուժը թույլ չի տալու, որ ձեռք բերված խաղաղությունն ու ժողովրդավարությունը հետնահանջ ապրեն։ Եղկելի տեսանյութը, որտեղ որ ահաբեկիչները ավտոմատներով, Ղարաբաղի ակցենտով, ըստ էության ահաբեկչության սպառնալիք են հնչեցնում վարչապետի Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ, փաստացի ըստ էության այդ ավտոմատավորված Նայիրի Հունանյանները, մեր օրերի Նայիրի Հունանյանները հանդիսանում են պատերազմի եռագլուխ կուսակցության Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ իր թափթփուկների ներկայացուցիչները եւ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է գրողի ծոցը ուղարկի բոլորին։